Ոնց է կոնոյի հետ մենք ծանոթացել մաս 2 ու այդ համարներից մեկի ժամանակ տղեկից մեկի աչքին ընկնում է այն հին օղու բաժակներից սենց ունքը ամբողջությամբ ճղում է ու մինչև այնտեղ իրեն առաջին օգնություն ցույց կտային Օնոն ու եւս 2-3 հոգի դուրս են գալիս բեմ, որ հանդիսատեսը չձանձրանա այդ ընթացքում դուրս է գալիս բեմ ու սկսում է թթու վարունգ առաջարկել Դե ես բնականաբար հրաժարվում եմ, որտեվ այդ մի բանկի մեջ ամբողջ զալս այս մատերով մտել էր թթու վարունգ էր հանել։ Զզվեցի ճիշտն ասած։ Հրաժարվեցի։ Ու այդ թթու վարունգ բաժանելու ընթացքում արանքային Օնոն անընդհատ իմ հետ խոսում էր, անընդհատ ինչ-որ կատակներ էր անում սենց։ Ու ես Դաժե այդ ժամանակ չէի հասկանում, որ ինչ-որ մի բան է ինչի։ Ես մտածում եմ պրոստը կատակներ անում, պրոստը կատակներ անում։ Ու քանի որ ես թթու վարունգ չվերցրեցի, ասեցի Ես այնտեղ ղարս եմ տեսել, կլինի ինձ այդ ղարսը տակ։ Ճիշտ է, այդ ժամանակ իրանք ուզեցան այդ ղարսի վրա ծախեն, բայց դե կներեք իհարկե, ինչ ծախել։ Պրոստը վերցրեցի դա։ Ասեմ ավելին, մի հատ էլ Twix վերցրեցի։ Ու միշտեր նկարահանման ընթացքում բոլորը սոված նստած էին, Սուսին իր համար ղարս էր ուտում։ Ու այդ ընթացքում Օնոն իրան չկորցրեց, արանքը ճղեց ու եկավ ինձ ասեց Ինչ ֆոլոու կտաս։ Ասի հա։ Ես այդ վախտել էի մտածում, որ դա պրոստը կատակ է։ Անկեղծ ուրիշ ոչ մի բան չէի մտածում։ Ես մտածում էի պրոստը կատակ է։ Նկարահանումից հետո ես իրան ֆոլոու տվեցի, բայց մտածում էի, որ մի երկու օրից հանելու եմ, որտեվ հաստատ չի ընդունելու։ Ուղղակի կատակներ էր անում էլի, ուղղակի խոսում էր։ Ու մինչև ես կես ժամվա ընթացքում հասա Դավթաշենից Չարբախ, ան հասցրել էր ինձ ֆոլոու տար ու անգամ գրեր։